տաքսու վարորդը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը, որոնց մեքենան վարում են հեղուկ գազով, ամեն օր խոսում են, լրատվականները գրում են մի մասը օբյեկտիվ, մի մասը սուբյեկտիվ, բայց մի հատ փաստ կա, որ աշխարհում ինչ տենդենս տեղի ունեն, որտեղ մենք հեղուկ գազ դժբախտաբար չունենք մեր երկրում, ներկրում վաճառում ենք, ներկրման շուկաներում, հարևան երկրներում եւ Հայաստանի Հանրապետությունում մեր պարզ գնահատումներով, վերլուծություններով իրավիճակը էապես տարբեր է։ Այսինքն, եթե 30-40 դրամից մի քանի օրում դառնում է 160 դրամ մի լիտրը, այդ ոչ տնտեսական բացատրություն կարա ունենա, ոչ էլ, այսպես ասենք, այլ բացատրություններ։ Հիմա դուք էլ եք խոսում դրա մասին, բայց բան չի փոխվում։ Հենա նորից այսօր սկսել է էլի տենց աճել։ Ինչից է գալիս դուք գիտեք, ինչ գործոններ կան դուք ամենալավը գիտեք, բայց կոնկրետ օրինակ տաքսու վարորդին պայմանական։ Հիմա ինչ եք դուք ստեղ խոստանալու, որ ասենք այդ քառապատիկ, հնգապատիկ տատանումներ օրվա մեջ, որ օբյեկտիվորեն այդ մարդկանց վրա ազդում է, ամեն ձևով ազդում էլի, ստրեսից մինչև գրպանին հարված, որ այդ լուծելու է